Նոյեմբերի 5-ից 7-ը Երևանում է Ռուսաստանի ժամանակակից հայտնի և լայնորեն ընթերցվող գրող Յասնայա Պոլյանը և ազգային բեսթսելլեր գրական մրցանակի դափնեկիր Անդրեյ Ռուբանովը։ Կրթական և մշակութային վայրերում հանդիպումներ ընթերցողների հետ, կենդանի զրույցներ ժամանակակից հարցերի շուրջ։ Այս ամենի մասին ենք զրուցելու մեր հյուրերի հետ։ Այսօրվա մեր հյուրերն են սցենարիստ և լրագրող Անդրեյ Ռուբանովը, Երևանի ռուսական տան մշակութային և պատմահուշարձանային նախագծերի իրականացման բաժնի մասնագետ Արամ Գյուրջյանը։ Լույս առավոտի։ Շնորհակալություն առավոտը մեզ հետ սկսելու համար։ Բարի լույս, доброе утро, спасибо, что выбрали начать утро с телеканалом Кентрон. Ինչպես եկեք խոսենք բուն նախագծերից և այս օրերից 5-ից 7, այսօր ամփոփիչ օրն է, մի փոքր պատմեք։ Առավել ևս քիչ առաջ խոսեցինք, որ այսպես դիսկերով եք Հայաստանի մասին, Երևանի մասին ու ասում եք աշխարհի կեսը անցել եք ու ամենաջեր մթնոլորտը թերևս այստեղ Հայաստանում տեսակ։ Просят вас поделиться своими ощущениями о пребывании в Армении в целом, ну и рассказать в том числе и о повестке пребывания, о встречах. Ну, главное ощущение, что у меня нет ощущения, что я в чужую страну приехал. Вот я сегодня утром это понял, что я как будто бы далеко и не уезжал от дома. Это другая страна, но она не чужая. Вот. Առաջին ընկալումը, որ շատ հարազատ վայրում է իրեն զգում, թեև կա գիտակցումը, որ իր հայրենիքում չէ, բայց այնուհանդերձ չկա ընկալումը, որ օտար երկրում է։ А касательно повестки, ну, пригласило меня Россотрудничество сюда, чтобы поговорить со студентами ереванцами. Я вчера с ними разговаривал, позавчера в различных высших учебных заведениях. И вчера встречался с ереванскими любителями литературы в книжном магазине «Зангак». «Зангак», да. Այստեղ հյուրը հրավիրվել է Հայաստանում Ռոսսոտրուդնիչստվոյի ներկայացուցչության կողմից, իրականացրել է մի շարք հանդիպումներ ուսումնական հաստատություններում և 3 նաև Զանգակ գրատանը եղել է հայ ընթերցասերների հետ հանդիպում մտքերի կիսման, հարց ու պատասխանի ձևաչափով։ Ռուսաստանում ամենաընթերցվող ժամանակակից գրողներից եք և ես տեսա բազմաթիվ լեզուներով հրատարակված, թարգմանված, ինչը հրաշալի էր, Հայաստանում թարգմանված, հետաքրքիր է Հայաստանում հայ հասարակությունը ինչքանով է տեղեկացված այդ գրականությանը, եթե համեմատելու լինենք Ռուսաստան, Հայաստան, ամեն դեպքում սերտ է մեր կապերը։ Вы, ваши книги переводились на многие языки, и в том числе и на армянский язык, и об этом мы на встречах тоже говорили. Ведущий интересуется по вашим ощущениям, насколько ваше литературное творчество знакомо именно армянскому читателю? Ну, точно я не могу сказать, но у меня есть друзья армяне в России и в Москве. Я дружу со Стасом Наминым, Анастас Алексеевич Микоян, его настоящее имя, внук Анастаса Микояна. И я писал книгу про Анастаса Микояна вместе со Стасом Наминым. Именно эта книга переведена на армянский, и я ее вчера привез сюда одну, и очевидно она здесь есть в продаже, я надеюсь. Сейчас готовится перевод на английский. Насколько близко, я думаю, что те любители литературы, которые живут здесь и помнят и знают русский, что-то у меня читали. У меня 20 книг, и кроме того, я в кино работаю, у меня там фильмов сделано больше 10. А если кто не знает, то он всегда может поинтересоваться и узнать. Я привык к тому, что я не очень знаменитый, потому что я не люблю этого. Հյուրը ասում է, որ հենց Հայաստանի առումով կդժվարանա գնահատել, բայց Ռուսաստանաբնակ հայության առումով կա այդ հետադարձ կապը, նաև կա համագործակցություն անվանի երաժիշտ Ստաս Նամինի հետ, և իրենք համատեղ Անաստաս Միկոյանի կենսագրական գիրքն են հրատարակել, որը թարգմանվել է նաև հայերենով, և այո, ինչպես նշեցիք, համեստաբար հաշտ է այն մտքի հետ, որ այդքան էլ շատ կարող է ինչ իմանան, և մյուս ոլորտը իր գործունեության, որով նույնպես ավելի լայն կլինի իր ճանաչումը, դա այն է, որ նա բազմաթիվ հանրահռչակ ֆիլմերի սցենարի հեղինակ է հանդիսանում։
Այ հենց այդ թեմայից էլ խոսենք։ Օրինակ, սցենարային աշխատանքները չեն խանգարում նրա արձակ ստեղծագործություններին, ինչպես է կարողանում այդ բալանսը պահել։ Работа сценариста не мешает работе писателя? Очень мешает, очень мешает. Шаты хангар. Но писатель работает один, а кино – это фабрика. И это корни отличаются одно от другого. Разного больше, чем общего. Խանգարում է, որովհետև հեղինակը ամեն դեպքում աշխատում է ինքնուրույն, ձևավորում է իր աշխարհը, կինոյի պարագայում նա ընդհանուր ինդուստրիայի մի հատված է եւ շատ պարագաներում ստիպված է լինում հարմարվել եւ ինչ-որ ընդհանուր օրինաչափություններում զիջումների գնալ նաեւ։ Անդրադառնալով մի քանի օր արդեն տևող հանդիպումներին, ու հետ են եղել այդ հանդիպումները, դուք եք ի վերջո նախաձեռնությունը ձեր կազմակերպությունն է, ինչպիսի համագործակցության մասին է խոսքը։ Это вопрос больше ко мне, я отвечу. Հանդիպումները, ինչպես նշեց նաև հյուրը, եղել են հիմնականում կրթական հաստատություններում, ուրեմն Երևանի պետական թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ուսանողների հետ, հիմնականում հենց սցենարական բաժնի ապագա սցենարիստների հետ, Սլավոնական համալսարանի ուսանողների հետ, ինչպես նշվեց, ուրեմն Զանգակ գրատանը ընթերցասեր հասարակության հետ եւ դա գովազդվում էր նաեւ հենց Զանգակի կողմից հրավերը հենց խորագրով հանդիպում գրողի հետ եւ այսօր նաեւ ուրեմն Հայաստանում Ռոսատրուդնիչествоյի հենց շենքում լինելու է հանդիպում ֆիլմերի հատվածների դիտումով նույնպես կինոսեր եւ ընթերցասեր հասարակության համար առհասարակ գերակա ուղղություններից մեկն է մեր կազմակերպության աշխատանքում այդ մշակութային ավանդույթները այս տեսակ կենթանի շփումների երկխոսության միջոցով այդ ավանդույթների պահպանումը եւ զարգացումը եւ մենք վերջերս եթե ծրագրերից խոսեցինք շատ կարեւոր մեկ այլ նախաձեռնությունից շատ կարճ ասեմ մենք իրականացրեցինք առաջին ուրեմն ազգային փառատոնը դպրոցական ներկայացումների Լևոն Քալանթարի անվան, որին արձագանքեց եւ անվանի դերասան Վլադիմիր Մաշկովը Մենք հյուրեր ունեցել ենք իդեպ ասեմ։ Այո, եւ շնորհակալություն նաեւ այո կենտրոն հեռուստաընկերությանը, որ արձագանքել էր նաեւ այդ օրերին եւ սա նույնպես ինքը համահայաստանյան նշանակություն ունեցավ եւ սա առիթ էր եւ որպեսզի ռուսաց լեզվի ուսուցման նկատմամբ երեխաների մոտ առավել հետաքրքրությունը խթանվի ստեղծագործական գործընթացի միջոցով եւ առհասարակ նաեւ լավ սյուներ հետագա միջմշակութային կապերի ուրեմն զարգացման եւ ընդլայնման համար նոր սերնդի մոտ Խոսենք նաև հենց տպավորություններից, դուք նշեցիք, որ տարատեսակ հանդիպումներ են եղել, մեր երիտասարդներից ստացած տպավորություններն են մեզ նաև հետաքրքիր եւ նաև տարբերությունը, ինչով է տարբերվում երիտասարդ ընթերցասերը Ռուսաստանի երիտասարդ ընթերցասերից։ Поскольку было много встреч именно с молодежной аудиторией, просят поделиться впечатлением об армянской молодежи. И по возможности провести параллель. Есть ли различия между российской молодежью, читающей, и армянской? Ну, серьезных различий точно нет, потому что молодежь везде красивая, жизнерадостная и умная. Ну, я здесь с ереванской молодежью разговаривал из высших учебных заведений, и когда я им сказал, что вы будущая элита Армении, этой страны, и это все будет ваше через 20 лет, они засмеялись. Очевидно, что они смутились, когда я им это сказал. Но они во-первых, красивые и открытые, и они очень воспитанные, сдержанные. Я ожидал немножко, так сказать, большего хулиганства от них, а они, ну, я говорю это, так сказать, в мягкой форме, а они очень воспитанные, скажем так. Եթե ընդհանուր տարբերությունների մասին խոսենք իհարկե ոչ, որտեղ երիտասարդները բոլոր երկրներում էլ բաց են, լուսավոր են եւ պայծառ են, հյուրի տպավորությամբ հատկապես հայ երիտասարդությունը իր զսպվածությամբ, որոշակի ներքին այսպես կազմակերպվածությամբ շատ դրական տպավորություն է թողել եւ նույնիսկ երբ հանդիպումներից մեկի ժամանակ նա նշեց, որ դուք Հայաստանի ապագա էլիտան եք եւ ամբողջ պատասխանատվությունը հերանեկարում ընկնելու է ձեր ուսերին մի կողմից
եւ մյուս կողմից դուք եք ամբողջի տերն տիրակալը, նույնիսկ որոշակի ամոթխածություն զգաց իրենց մեջ։ Նրանք չեն ցանկանում այդ պատասխանատվության տակ мտնել։ Вот они говорят, что быть элитой это еще и ответственность, и это немножко пугает. Вот об этом я им и сказал, да, что быть в элите это прежде всего налагает на тебя обязательства. А уж потом ты получаешь преимущество согласно этому статусу. Но они вот засмущались. Ну и добавить я могу, что девушки скромные. Они вы спросили, в чем разница? Да. Девушки более скромные здесь. Ну, так мне показалось. Может быть, я ошибаюсь. Я уже взрослый человек, а студенты это молодые люди. Հենց այդ ձեր ասած ուղերձներ նաև հյուրը ուզում երիտասարդներին ասել պատասխանատվության հետ կապված եւ նաև որոշակի ուրեմն բնորոշ գիծ, որ խնդրեցիք առանձնացնել համեստությունը ուսանողների նկատվելի հյուրի կողմից։ Դուք բազմաժանր ստեղծագործող եք ինքնակենսագրականից մինչև վեպեր, ֆիլմ արտադրություն, ամեն ինչում մի տեսակ կաք, ժուրնալիստիկա եւ բազմաթիվ մասնագիտություններով եք անցել, մինչև հասել եք այս օրերին ձեր։ Ինձ հետաքրքիր է, եթե Հայաստանից հուշ կամ զգացողություն, տպավորություն թղթին հանձնելու կամ կինոյում լիներ, ինչը կլիներ, ով կլիներ նրա հերոսը։ У вас и жизненный опыт очень разнообразный, и в литературе очень широкий спектр жанров, в которых вы пробовали проявить себя. И вот интересно, сейчас вот вы впервые в Армении, вы получили новые впечатления, и если вы решите все это тоже когда-нибудь придать перу, кто был бы вашим главным героем, или что легло бы в основе ваших ощущений об Армении? Совершенно точный ответ существует. Сейчас я пишу еще одну книгу про Стаса Намина. На этот раз его биографическую. Я буквально позавчера с ним вот об этом разговаривал. Уже договор подписан, мы уже работаем. А поскольку он множество раз здесь у вас бывал, и фестивали здесь проводил всевозможные, и, в общем-то, внес вклад в культуру и развитие современной Армении, то я уверен, что я не раз еще здесь появлюсь. Но книга такая, она уже делается. В следующем году Анастасу Алексеевичу Микояну 8 ноября будет 74 года, а через ровно год будет 75. Я надеюсь, что к этому юбилею книга уже будет на русском точно. Ну, а потом переведем, конечно, и на армянский. Вот так. Փաստորեն արդեն ընթացքի մեջ նույնիսկ հայաստանյան մոտիվներով հաջորդ գիրքը, որի հիմքում հերոսը հենց հայ ազգի անվանի երաժիշտ Ստաս Նամինն է, եւ մեր ուրեմն առաջիկա 75-ամյակին Անաստաս Միկոյանի նախատեսում է հյուրը, որ նաև Ստասի մասին գիրքը պատրաստ կլինի, նաև հայերեն թարգմանությամբ։ Հրաշալի, եկեք նաև խոսենք կազմակերպության հետագա ծրագրերի մասին։ Նշեցիք, որ շատ կարճ, բայց մեզ ավելի բովանդակային մանրամասներ են պետք, թե ինչով ինչ գործունեություն եք ծավալելու։ Ում սպասենք Հայաստանում, ում հետ հանդիպումների։ Это снова ко мне вопрос. Извините. Ничего, все нормально. Իհարկե ում սպասենքի հետ կապված դժվար կլինի այսպես հիմա պատասխանել, որովհետև շատ հյուրերի հետ այս ընթացքում նաև դեռ բանակցային փուլ է, ինչ-որ ժամկետների ճշգրտման եւ այլն։ Միևնույն ժամանակ իհարկե մենք կենտրոն հեռուստաընկերության հետ մշտապես այս առումով մեր ընկերությունը ավելի կզարգացնենք եւ կտեղեկացնենք, իսկ ինչ վերաբերվում է ընդհանուր Ռոսատրոմիստոյի ծրագրերին, հիմքում իհարկե առաջին հերթին դա կրթական, մշակութային, պատմական հիշողության վերաբերյալ ուրեմն ուշադրության, հանրային ուշադրության այս ոլորտներն են հիմնականում ներառում եւ ուրեմն հուշարձանների պատմամշակութային եւ պատմական հուշարձանների նկատմամբ ասենք հոգատար վերաբերմունքը եւ երիտասարդության ուրեմն ներգրավմամբ
եւ հայ երիտասարդներին ինչ որ կրթական մասնագիտական որակների զարգացման առումով Ռուսաստանում ինչ որ ծրագրերում ներգրավելը կա այսպիսի ծրագիր, որ կոչվում է Նովե Պակալենիա, որը որ տարվա ընթացքում տարբեր ոլորտներից երիտասարդների հնարավորություն է ընձեռում մեկնել Ռուսաստան, մասնակցել այդ վերապատրաստման ծրագրերին եւ նոր կուտակած փորձով գալ, կրթական ծրագրեր կան, որոնք հնարավորություն են տալիս ուրեմն այն ուսանողներին, ովքեր ցանկանում են իրենց ուսումը անցնել Ռուսաստանում անվճար, մասնակցել այդ ծրագրերին, գրանցվել եւ ընդունվել ռուսական լավագույն բուհերում եւ իհարկե մշակութային ամենահիմնարար ուրեմն ոլորտներից մեկն է մեր գործունեության եւ հայ գրողների եւ ռուս գրողների եւ ոչ միայն գրողների մշակութային գործիչների վերաբերյալ ուրեմն եւ թատերական բեմականացումներ եւ գրական ընթերցումներ մեզ մոտ արդեն շուրջ 2 տարի է գործում այսպիսի պայմանականորեն ասեմ ծրագիր, հա, որը որ հենց կոչվում է գրական ընթերցումներ, որոշակի սա հայացք է դեպի հետ, երբ կար օրինակ Վերնատունը կամ նույն Ռուսաստանում կային գրական սալոնները եւ մարդիկ հավաքում էին եւ ուղղակի ընթերցում էին։ Այո, ոչ հատուկ հենց ոչ պրոֆեսիոնալների կողմից, ոչ ասմունքողների կողմից, հենց մարդիկ սրտանց ընթերցում են պոեզիա, կիսվում են իրենց էմոցիաներով ընդհանուր որոշակի հիմնական համար մեկ գերխնդիրը որոշակի իսկապես մշակութային միջավայրի եւ ձևավորումն է եւ զարգացումն։ Մեզ համար մեծ պատիվ է այսօր հյուրընկալել ձեզ մեր տաղավարում, ամենաընթերցվող գրողների անձամբ ճանաչել գրողներից մեկին ճանաչել, շատ շնորհակալ ենք տաղավարում հյուրընկալվելու համար։ Благодарят и очень рады здесь видеть одного из самых читаемых писателей современности. Скажи, что это комплимент, а на самом деле я очень доволен, что такие красивые люди у вас работают на телевидении. Мы тоже довольны, спасибо большое. Շնորհակալ ենք, որ եկաք, ձեզ անխափան ընթացք եւ մնացեք մեզ հետ, դիտենք գովազդը եւ դիմավորենք մեր հաջորդ հյուրերին։